Կարծում եմ շատ քրիստոնյաներ համամիտ են, որ մարդկությունը բաժանվում է 3 դասակարգի՝ փրկվածներ, այսինքն Հիսուսին հավատացողներ, նրան որպես Տեր ու Փրկիչ ընդունողներ, կորածներ, այսինքն Հիսուսին մերժողներ, վերջապես լավ ու անշառ մարդիկ, այսինքն բացահայտորեն Հիսուս Քրիստոսին չմերժողները, բայց եւ այնպես նրան չընդունողները։ Վերջիններս փրկված չեն, բայց իրականում կորած էլ չեն։ Սա սխալ կարծիք է։ Առանց Հիսուսի բոլորն էլ կորած են։ Եթե անշառների դասակարգ լիներ, ապա Հիսուսի մասին ինչ-որ մեկին պատմելու կարիք չէր լինի։ Երբ նրանք լսում են Հիսուսի մասին և հրաժարվում նրան ընդունել, այդ պահին տեղափոխվում են կորածների դասակարգ։ Երբ ըմբռնում ենք, որ բոլոր մարդիկ առանց Հիսուսի հավիտենապես կորած են, վկայելու հանդեպ մեր դիրքորոշումը փոխվում է։ Մարդկության միակ հույսը Հիսուսի անձի և նրա մեզ համար կատարածի մեջ է կայանում։ Պետք է պատմենք, որ վերահաս դատաստանից խուսափելու համար անհրաժեշտ է Հիսուսին վստահել։ Ինչքան պատրաստակամ ենք դառնում Հիսուսի հանդեպ, այնքան շատ ենք սկսում մեր կյանքում միջոցներ ձեռնարկել փնտրելու ու փրկելու կորածին։ Աստծո սերը, խաչի ճշմարտությունը մեզ համար պետք է դառնա ամենաթանկագին ճշմարտությունը, որովհետև այդտեղ էր, որ երևաց Աստծո թե սերը, թե բարկությունը։ Խաչված Հիսուսն իր վրա վերցրեց Աստծո բարկությունը, քանի որ սիրում էր կորած մարդկությանը։ Իր վրա վերցնելով մեր մեղքերի պատիժը, նա Աստծո արդարության պահանջը բավարարեց։ Իրոք, ինչքան է նա մեզ սիրում։ Այդ օրինակ սիրո տենչն է, որ մեզ դարձնում է աննման հեղափոխականներ, սիրո հեղափոխականներ։ Աստծո խաչից բխող սերն է մեր դրդապատճառը։ Աստծո սրտից առատաբուխ շնորհն է մեզ իզորու դարձնում նույնիսկ մեր թշնամիներին սիրելու։ 60-ականների սկզբներին երիտասարդ կոմունիստների համաշխարհային փառատոնի ընթացքում երիտասարդ աթեիստները հաճախ էին ինձ մարտահրավեր նետում։ Նրանք պնդում էին, թե իրենց նվիրել են աշխարհի մասսաներին։ Ես նրանց հարցնում էի. «Դուք սիրո՞ւմ եք Ռիչարդ Նիքսոնին»։ Նրանք ատելությամբ և բարկությամբ էին արտահայտվում. «Նա ստոր կապիտալիստ է, նա պետք է կործանվի»։ Իսկ ես իսկույն պատասխանում էի. հենց այն է խնդիրը, որ կոմունիստները սիրում են կոմունիստներին, կապիտալիստները կապիտալիստներին, հրեաները հրեաներին, արաբները արաբներին, սևամորթները սևամորթներին, սպիտակամորթները սպիտակամորթներին, բայց բանն այն է, որ յուրաքանչյուրն ատում է իր թշնամուն։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված իր սերը մեր հանդեպ ցույց տվեց, երբ դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար։ Կոմունիստները պատասխան չէին գտնում։ Նրանք դեմ էին հեղաշրջող ճշմարիտ սիրուն, կորած մարդկության հանդեպ տածած հոր սիրուն։ Թեպետ աշխարհը ատում է մեզ, սակայն մենք կարող ենք մարդկությանը սիրել հոր հեղաշրջող սիրով։ Արթուն եկեղեցին միշտ իր սրտում մտահոգված է կորած աշխարհի հանդեպ, որովհետև այն հոր սրտում է։ Աստված միայն որոշակի մի սերնդի կամ լոկ արևմտյան մշակույթը չի սիրում, այլ այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց։ Հատկանշական է, որ մինչև 1990 թվականը աշխարհում ավելի քան 5 միլիարդ մարդ է լինելու, իսկ հաջորդ դարի կեսերին երկիր մոլորակը 9 միլիարդ բնակիչ է ունենալու։ Դրանցից մեծ մասը ծնվելու է երրորդ երկրներում։ Երկինքն ու դժոխքը բոլորի համար իրական են։ Եթե մեր սիրտը այս բազմաթիվ մարդկանց հանդեպ ողողվի հոր սիրով, այդժամ մեր նպատակակետն աշխարհի ավետարանչությունը կդառնա։ Անգերազանցելի զորությամբ ընթանալով
Մենք ի զորու ենք Հիսուսի համար շահելու 500 միլիոն բուդայականներին, նաև աղաղակելու ենք Աստծուն 800 միլիոն մահմեդականների համար։ Ուղիներ ենք գտնելու երկաթյա և հնդկեղեգե վարագույրներից ներս թափանցելու և աթեիզմի ծուղակն ընկած 1 միլիարդ մարդկանց շահելու համար։ Թորեյը խոսելով Հովհաննես 3:16-ի կորած աշխարհի հանդեպ տածած հոր սիրո մասին այսպես է արտահայտվել. «Սերը մաշում կլանում է ցանկությունը և ուրիշին կամենում է լոկ լավագույնը»։ Իսկական սերը ամբողջությամբ անանձնական է։ Այն անտեսելով անձի շահը, սիրած անհատի օգուտն է փնտրում։ Այսպիսին էր աշխարհի հանդեպ Աստծո վերաբերմունքը։ Նա սիրեց աշխարհը և իրապես սիրեց։ Նա նայելով այս աշխարհին, բոլոր ժամանակաշրջանների բոլոր մարդկանց, նաև դեռ գալիք ժամանակաշրջաններում աշխարհ եկողներին, սիրել է ամենքին իր ողջ էությամբ աշխարհն օրհնելու և նրան օգնելու անհագ, անսահման փափագ ունենալով։ Էական չէր, թե իրենից ինչ գին է պահանջվելու, միայն թե կամենում էր աշխարհը օրհնվեր։ Երբ մեզ արթնացնում է աշխարհի հանդեպ հոր տածած սերը, զվարճանքը, ընկերակցությունը և կյանքում առաջնություններ ունենալն այլևս նախապատիվ չեն լինում։ Մեր դրամը, ժամանակը և մինչև իսկ մեր կյանքը կծախենք կորածներին հասնելու համար։ Դա է այն սերը, որ մեղավորների սքանչելի Հիսուսին հավատով արձագանքելու դրդապատճառն է։ Երբ կոմունիստ առաջնորդները երիտասարդ կոմունիստների համաշխարհային փառատոնի ընթացքում սկսեցին հաճախակի հարձակումներով սպառնալ ինձ, հայրը խոսեց սրտիս, ասելով. «Իմ սիրով նրանց սիրիր»։ Մեկն էլ ինձ ծեծով սպառնաց, իսկ ես ասացի. «Ես աղոթում եմ, որ արյանս յուրաքանչյուր կաթիլը հիշեցնի քեզ համար թափված Հիսուսի արյան մասին։ Ես սիրում եմ քեզ»։ Նա կատաղած հեռացավ։ Այդ նույն պահին համալսարանի երկու ուսանողներ ինձ ասացին, որ ուզում են լսել այդ սիրո մասին։ Փրկության մասին բացատրությունը լսելուց հետո նրանք իրենց սիրտը Հիսուսին հանձնեցին։ Աստծո հեղաշրջող սերը կարող է փոխել աշխարհը։ Աստծո փառքը Հիսուսի մասին վկայելու վերջին դրդապատճառը ամենամեծն է։ Աստծո փառքը հոգևոր արթնության վերջնական նպատակն է։ Արթնությունը Աստծո փառքի բացահայտումն է։ Աստծո փառքը վայելելու են լոկ նրանք, ովքեր դրանից բացի այլ բան չեն փնտրում։ Հիսուսն իր ծառայության ընթացքում միայն մեկ դրդապատճառ ուներ՝ Հոր փառքը։ Արևելյան Եվրոպայի մի հատվածում Աստծո հոգու հեղման պատճառներից մեկը գերաստղերի բացակայությունն էր։ Քիչ հավանական է, որ որևէ մեկը երբևէ հայտնի լինի որպես ակնառու ավետարանիչ, քրիստոնյա ըմբիշ կամ էլ որևէ կոմունիստական երկրում ավետարանչական շարժման առաջնորդ։ Կոմունիստները երբեք դա թույլ չեն տա։ Կարկառուն առաջնորդները մշտապես հալածանքի թիրախ են։ Մի կողմից սա արևելյան Եվրոպայի եկեղեցիների մեջ հսկայական դժվարություններ է առաջացնում, մյուս կողմից էլ անսահման մեծ օրհնություն, քանի որ այն ստիպում է, որ եկեղեցին ոչ թե անհատականությունների, այլ ժողովրդական շարժում դառնա։ Մասնագիտացած հովիվը չէ միայն հոգիներ շահողը կամ ավետարանիչը, այլ յուրաքանչյուրը պետք է լինեն թե մեկը, թե մյուսը։ Վերջերս Ռումինիայում էի։ Օրադեայեցի բժիշկ ընկերս, որն աղոթել էր Ռումինիայում եղած Բիլլի Գրեհեմի քարոզարշավի համար, ինձ որպես թարգմանիչ ծառայեց։ Իմ քարոզած եկեղեցու հովիվը ինձ երիտասարդ երգչախմբին ներկայացնելու ցանկություն հայտնեց։ Ներկայացնելուց հետո հարցրեց երիտասարդներին. «Ձեզանից քանի՞սն են 3 շաբաթ առաջ քրիստոնյա դարձել»։ 40-ից միայն 2-ը ձեռք բարձրացրեցին։
Բժիշկ ընկերս էր իմ ժամանումից 3 շաբաթ առաջ նրանց Քրիստոսին առաջնորդել։ Նա Հիսուսի մասին էր վկայում և հոգիներ շահում։ Շատ հաճախ նրան շփոթեցնում էին Արևմուտքի աշխարհական քրիստոնյաները, որոնք չեն քարոզում և հոգիներ չեն շահում։ Անցյալի մեծ արթնությունները միշտ էլ Աստծո Հոգու շարժերն են եղել, որոնք ներգործել են ոչ միայն հոգևորականների, այլ աշխարհականների միջոցով։ Յուրաքանչյուրը լավ է ըմբռնում, շատ պտուղ բերելով հորը փառավորելու իր պարտականությունը։